Հրավիրան հարցեր տալուց։ Ուրեմն ես չեմ կանչվել, ըստ էության ծանոթագիրներ չեն ուղարկվել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների և մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել, իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների, դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողաստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից, և ես այսօր նույն համոզումների վրա եմ։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինեմ։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են, ես սուտ եմ։ Ես դա ասել եմ և կրկնում եմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր, նոր սայթաքումներ ստիպված լինես անելու։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Եվ ես այդպիսի քայլ ոչ արել եմ, ոչ անում եմ, ոչ կանեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդպիսի հույսեր են փայփայում, այդ հույսերը պետք է խափանվեն։ Սա առաջի հարցի մասով։ Երկրորդ հարցը։ Ինչ վերաբերում է մեր եկեղեցականներին, ովքեր հայտարարություններ են արել, արդյոք նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է։ Դավաճանությունը մեր խոստովանությունների, մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք։ Գիտեք ինչու։ Որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը։ Դավաճանությունը դա ուխտադրժությունն է։ Գիտեք ինչ, ես 3 ասպեկտ եմ տեսնում։ Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, դավաճանել են ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց։ Դավաճանել են այն ամենին, ինչը որ պատկանում է իրենց անցյալին։ Դավաճանում է այն ամենին, որին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է։ Ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած, դա նաև հերձված է։ Հերձվածողության դասական օրինակ։ Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Դա ընդամենը պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ։ Դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության։
դա ժխտում է սեփական պատկանելիության, դա նշանակում է դու եկեղեցու պատկանելությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում, բայց սա դեռ բավարար չէ, այդ հայտը դու ներկայացնում ես ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը ըստ էության չունի որևէ լեգիտիմություն, որքան էլ որ բարձրագույն թափահարեն ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Ձեր անունը ինչպես է։